Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահական ժամկետում, այդպես է քաղաքական ավանդույթը դասավորվել, առաջին տարվա ընթացքում լույս է տեսնում այդ վարչակազմի ազգային անվտանգության ռազմավարությունը։ Սա թվում է, թե ներպետական մի խնդիր է, որը իրոք ներպետական է, բայց հաշվի առնելով այն նշանակությունը միջազգային հարաբերություններում, որ օբյեկտիվորեն ունի Միացյալ Նահանգները որպես պետություն, որպես այսպես մի մեծ պետություն, մեծ տերություն, այս ամենը նաև միջազգային չափում ունի հստակորեն եւ շատ դեպքերում այո նաև կանխորոշում է այն փիլիսոփայությունը, որով կոնկրետ վարչակազմը առաջնորդվում է եւ այդ փիլիսոփայական թեզերն են, որ ներառվում են այդ փաստաթղթում եւ ըստ էության ներառում իր մեջ Միացյալ Նահանգների մոտեցումները կապված ոչ միայն ազգային, այլև գլոբալ անվտանգությանը։ Եթե նախորդ վարչակազմի օրոք Ջոզեֆ Բայդենի Միացյալ Նահանգները հռչակեցին ավտորիտար ռեժիմները որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության սպառնալիք եւ Միացյալ Նահանգները գնաց բոլոր դաշինքների նորացման ճանապարհով, սկսած Ատլանտյան խաղաղից, երբ Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան թարմացրեցին 80 տարի անց իրենց դաշինքը արդեն նոր մարտահրավերներին դիմագրավելու այդ հրամայականով, նույնը Եվրամիության հետ, նույնը ասիական դաշնակիցների հետ, ապա նոր վարչակազմի մոտ այսպիսի տարաբաժանում ավտորիտար, ոչ ավտորիտար ռեժիմների ժողովրդավարության պաշտպանության կարծեք թե չկա, ավելին, այստեղ մենք տեսնում ենք մեծ պրետենզիաներ Եվրոպայի նկատմամբ, որ թե ինչ սխալներ է անում Եվրոպան, ինչ կլինի նրա հետ, եթե այդպես շարունակի եւ այնտեղ հստակ նշված է, որ Միացյալ Նահանգները սատարելու են այն հայրենասիրական ուժերին, հա, որոնք Եվրոպայում կան, որը թույլ կտա վերականգնել Եվրոպայի հզորությունը։ Այս ամենը մեծացնում է այն տարաձայնությունների դաշտը, որը արդեն ուրվագծվել է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև, իսկ մենք մի պետություն, որը գտնվում է հարավային Կովկասում եւ մեր տարածաշրջանն էլ այս ընթացքում ուղղակի դարձել է բազմաթիվ շահերի հատման կետ, շատ կարևոր է հասկանալ, թե այս փիլիսոփայությունը ինչպես է պրոյեկցվում մեր տարածաշրջանում։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Stonehill College-ի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Աննա Օհանյանը։ Բարև ձեզ Տիկին Օհանյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Շնորհակալություն հրավերի համար Ռուբեն։ Եվ ուրեմն Տիկին Օհանյան դուրս է եկել այդ փաստաթուղթը, այն ծավալով մեծ չէ եւ մի քիչ այսպես ազատ ոճի մեջ գրված մի փաստաթուղթ է, որը այսպես ասենք դոկտրինալ լեզվով այդքան էլ չէ, հա, էսսե է հիշեցնում ավելի շատ, սենց հարցի սա ոճաբանական կողմն է եւ հաջորդն էլ այնտեղ պարունակում են թեզեր, որոնք ոչ թե հարցերի պատասխաններ են իրենց մեջ պարունակում, այլ ես կանխազգացողություն ունեմ, այսպես որ այս ամենը շատ մեծ դիսկուսիաներ կբացի հենց Միացյալ Նահանգներով եւ նույնիսկ ինչ որ տեղ էլ զայրույթ, հա, որոշ շրջանակների մոտ թե այս ինչա գրած, այս ով է գրել։ Հա, եւ իրարամերժ բաներ էլ այստեղ կան, հենց ներքին տրամաբանական իրարամերժ թեզեր կան,
եւ երբ որ ճաշ են եփում, չէ, աղը մի քիչ շատ է լինում, որովհետև 2-3 հոգով են եփել եւ ամեն մեկը իր մասով աղը լցրել է, արդյունքում աղի է դուրս եկել, հա։ Այ մոտավորապես սենց զգացողություն առաջացավ, ես վաղուց եմ կարդում այդ փաստաթղթերը, հա, տարբեր վարչակազմերի օրոք, դե վաղուց սկսած Ջորջ Բուշից սկսած, հա, սենց ասեմ, կրծեր Ջորջ Բուշից սկսած Եվ սա էականորեն տարբերվում է, բնականաբար ես ի տարբերություն ձեզ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր չեմ, դրա համար հարցնում եմ ձեզ, ձեր զգացողությունները և ձեր դատողությունները սրա հետ կապված համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար Ռուբեն, նախ ասեմ, որ երբ որ ես եմ խոհանոցում, ես սովորաբար ոչ ներս չեմ թողնում։ Օ, շատ կարևոր բան ասացիք։ Բայց ամենացնեմ դրանք, որ այս և ոճը, դուք նաև խոսացիք ոճի մասին, և շատ կարևոր է, որ սա դոկտրինալ լեզվով գրված չէր, և երևի այս փաստաթղթի առանձնահատկությունը դա է, քանի որ Տրամպի ռազմավարությունը, ադմինիստրացիան ընդհանրապես այնպիսի ներսի փոփոխություններ է առաջ տանում, այսինքն եղած կառույցներին հարվածելով գնում է եւ արտաքին քաղաքականությունը, որ այս ստրատեգիան, ռազմավարությունը, որ ներկայացված է, արտացոլում է ներսում եղող փոփոխությունը։ Իսկ ներսում եղող փոփոխությունների ամենակարևոր կոմպոնենտն այն է, որը ազդում է արտաքին քաղաքականության ռազմավարության վրա, այն է, որ Տրամպի վարչակազմի օրոք եղած կառույցները, պետական կառույցները փոքրացվել են, թուլացել են, պետական ադմինիստրատիվ պետությունը, Ամերիկայի ադմինիստրատիվ պետությունը շատ է փոքրացել, այսինքն եթե հիշեք Իլոն Մասկը, երբ որ սկզբից եկավ, հաստատում կառույցներ, կառավարական բաժիններ փակեցին եւ այլն, USAID փակվեց, պետդեպարտամենտն է փոքրացած, եւ Ամերիկայի ձայնը փակվեց։ Ինչը։ Ամերիկայի ձայնը։ Ամերիկայի ձայնը, այսինքն բոլոր ոլորտներում Տրամպի վարած քաղաքականությունը, որ ավելի փիլիսոփայությունն այն է, որ պետք է ավելի փոքր ադմինիստրատիվ, փոքր պետություն, կառավարությունով կարողանա Ամերիկան իր ուժը առաջ տանել, դա նշանակում է ռեգուլյացիաների կառավարման փոքրացում եւ մասնավոր սեկտորի մեծացում։ Եվ այս երկու գործոններն են, որ արտացոլվում են նաեւ արտաքին քաղաքականության մեջ։ Ռազմավարությունը, երբ որ կարդում եք, փաստորեն եւ Հարավային Կովկասի համար հենց TRIP-ը մարմնավորում է այս սկզբունքները, որ արդեն գրված են այս փաստաթղթի մեջ։ Այն, որ TRIP-ը իրականացվում է մասնավոր ընկերության հետ միասին, դա առաջին, երկրորդը, որ կառավարում է, ապահովում է Ամերիկային կապ այդ Կենտրոնական Ասիայի կարևոր մետաղների, այդ ռեսուրսների հասնելու համար եւ ճանապարհների, տրանսպորտների, կոմունիկացիոն կապերի վրա է նաեւ ազդեցություն ապահովում, այսինքն այն բոլոր ինչ որ մենք տեսնում ենք Հարավային Կովկասում TRIP-ում հատկապես Հայաստան-Ամերիկա հարաբերությունները արտացոլված են այս փաստաթղթի մեջ եւ այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորում են նաեւ Չինաստանի հետ այդ մրցավազքը կարծես թե առանցքային կետն է այս փաստաթղթի եւ շատ հետաքրքիր էր, որ կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգները այս փաստաթղթով ասում է, որ պետք է շատ ավելի այն կարևորում է թե ասիական Indo-Asian արևելյան Ասիան եւ թե միջին արևելք այդքան չի կարևորում տարբեր պատճառներով, բայց փաստորեն Չինաստանի հետ հակամարտությունը լուրջ է ընդունում։ Դա նշանակում է կոմունիկացիոն կապերի վրա ազդեցություն է ուզում մեծացնել եւ նաեւ ռեսուրսների վրա ազդեցությունը աշխարհով մեկ, հատկապես եվրասիական մարտհամակում եւ նույնիսկ Եվրասիական մարտհամակի ստաբիլությունը, որպես տերմին օգտագործված էր։ Բայց Հարավային Կովկասի Հայաստանի համար նաև շատ կարևոր էր, թե այս
փաստաթղթով Տրամպը ինչ է ասում լատին ամերիկյան երկրների վերաբերյալ եւ այստեղ փաստորեն մի բան կա գրված, որ Տրամպը ստեղծում է կամ կյանքի է կոչում նորից Մոնրոյի դոկտրինը, ավելացնելով Տրամպի ատանցիալը, Մոնրոյի դոկտրինան դա 19-րդ դարի այդ հայտնի դոկտրինան էր Պրեզիդենտ Մոնրոյի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն կարևորում է իր շրջակա լատին ամերիկյան կարևորը եւ ոչ մի ուրիշ ուժ իրավունք չունի այդտեղ մտնել եւ անշուշտ սա վերանայելով, վերակենդանացնելով եւ նաեւ Վենեսուելայի հետ այն հարաբերությունները, որ տեսնում եք, դա էլ է արտացոլում, այն առումով, որ ոչ պետական նարկոտիկի այդ ցանցերին է նաեւ ուզում հարվածել, սա շատ վտանգավոր է միջազգային համակարգի համարային առումով, որ փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, աշխարհի քաղաքականությունը փորձում է շուռ տալ 100 տարով, եթե ոչ ավել, եւ այս առումով անշուշտ փորձում է Չինաստանին է հասկացնում, որ Լատին Ամերիկա չմտնես, եւ Պանամայի հետ հարաբերությունները թերևս կհիշեք, որ ստիպվեց, որ Պանամայի նեղուցքի այդ կազմակերպությունը կառավարումը չինական կարծեմ Հոնկոնգի ընկերությունից վաճառվեր ամերիկյան, եթե չեմ սխալվում։ Բայց Ինչ է կարևոր, սա շատ նման է Պուտինի վարած քաղաքականությունը հետ սովետական երկրներում, այո, այսինքն Russia abroad, այսինքն որ Ռուսաստանը կարևորում է այդ հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի տարածքները որպես իր տարածքներ եւ ոչ ոք իրավունք չունի այդտեղ մտնել, անշուշտ Ռուսաստանը չհաջողվեց եւ չի հաջողվում այդ քաղաքականության մեջ, բայց ուղղակի սա ասում եմ, ինչքան նման է Ամերիկայի հիմիկվա վարած քաղաքականությունը Պուտինի վարած քաղաքականությանը 2000-ներին, դրան նաեւ ավելացնելով, որ մշակութային, կոնսերվատիվ, պահպանողական արժեքներն են խառնում արտաքին քաղաքականության բացատրելու մեջ։ Սա այդ առումով, եթե Չներես նաև խոսում է պետականության սուվերենության եւ այլն, բայց սա շատ կարևոր է, սա նեոիմպերիալ, այս առումով նեոիմպերիալը բռնում է միջազգային հարաբերություններին եւ այդ կոնտեքստով ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այս քայլը մյուս երկրներում կիսեն, բայց ուղղակի նաև summarize ամփոփեմ այս հատվածը նշելով, որ փաստորեն այս քաղաքականությունը շատ տրանսակցիոն է, կառույցների վրա չի հենվում, արտացոլում է փոքրացած պետական կառավարման դերը Ամերիկայի ներսում, մշակութային առումով շատ կոնսերվատիվ եզրույթները առաջ տանում եւ կարեւորում են նեոիմպերիալիզմ, նաեւ պնդումներում տեխնոլոգիայի վրա է շատ ուժը դնում արհեստական բանականության, որը սա Հայաստանի համար շատ կարևոր է եւ ցույց է տալիս, որ փաստորեն այս ադմինիստրացիան կարևորում է Հայաստանը Հարավային Կովկասում եւ շատ կարևոր է նաեւ Ամերիկա-Չինաստան հակամարտությունը կարծես թե շատ ավելի սրված է այս փաստաթղթում եւ նաեւ ակնկալում է, որ միջին տերություններ, օրինակ Հնդկաստանը, Թուրքիան, կարծես թե չեն կարող արդեն տարբեր կողմեր խաղալ եւ պահանջում է, որ այս երկրները պատորեն ինչ-որ առումով մեծանան եւ իրենց շրջանները, իրենց ռեգիոնալ գործիքները ամրացնեն։ Ես դա շատ եմ կարևորում նաև, թե դա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Ինձ թվում է, որ այդ միջին խաղացողները, Հնդկաստանը, Թուրքիան հատկապես, շատ ավելի responsible, պատասխանատու կգտնվեն իրենց ռեգիոններում, քանի որ արդեն չեն կարող թաքնվել Ամերիկայի առաջնորդության, Ամերիկայի թևի տակ, որը հնարավորություն էր տալիս իրենց շատ ավելի նեգատիվ դեր խաղալ Թուրքիային հատկապես։ Մի խոսքով շատ բազմանշանակ չէ այս փաստաթուղթը, ռիսկեր եւ նաեւ հնարավորություններ է պարունակում Հայաստանի համար։ Իդեպ հենց գալով այդ ձեր այս վերջին նախադասությանը, Աննա, երկուշաբթի օրը վաղը Լոնդոնում եվրոպացիներն են հավաքվելու եւ իրենց առաջիկա անելիքները որոշեն եւ դատելով եվրոպական մամուլի հրապարակումներից Միացյալ Նահանգների այս նոր դոկտրինը,
լրջագույն խթան է Եվրոպայի ռեկոնսոլիդացիայի համար, նոր կոնսոլիդացիայի համար։ Քանի որ եվրոպացիների համար այլևս միանշանակ է, որ իրենց ճակատագիրը միայն եւ բացառապես իրենց ձեռքում է։ ՆԱՏՕ-ն, որը ստեղծվել էր միայն մի բանի համար, ռուսական սպառնալիքը զսպելու համար, այսօր այսպես ասենք, ոնց որ 3-րդ, 4-րդ, 5-րդ պլանում է եւ ասենք Մարկ Ռյուտեի ակտիվ ուղղակի անձնական դիրքորոշման հետ կապված, ասենք, հա, այն դիտելիությունը ապահովվում է, հա, բայց ֆունկցիոնալ առումով ՆԱՏՕ-ն եւս այսպես ռեստարտի անհրաժեշտություն ունի, Եվրամիությունն է վերածվում ռազմական բլոկի, ուզենք թե չուզենք։ Այս ամենը նաև դոկտրինում նշվում է, որ հարավային եւ արևելյան Եվրոպայի այս ինտեգրացիոն գործընթացներն է խրախուսվում, հա, ինչ-որ տենց մի հատ թեզ էլ կար այնտեղ, եթե չեմ սխալվում։ Այս ամենը ինչ է խոստանում տրանսատլանտյան հարաբերություններին եւ Եվրամիության հետագա տրանսֆորմացիայի համար ինչ նշանակություն կունենա ձեր կարծիքով, համեցեք։ Ռուբեն, այնտեղ շատ Եվրոպայի վերաբերյալ կա շատ մի վտանգավոր կետ։ Այո։ Չնայած որ հիմնական լեզուն մշակութային արժեքների մասին էր, այն որ Եվրոպան արդեն եվրոպական ռեգիոն չէ, եւ չգիտես թե ես ինչ էր ակնարկում էր, որ տարբեր, այսպես ասած, ոչ սպիտակ իմիգրանտներ են գալիս, չհասկի երևի դա նկատի ունեն, ինչքան որ ես հասկացա, բայց դրանից ավելի շատ վտանգավոր կետ կար, այն որ Եվրո համայնքին էր կոնկրետ քննադատում, ընդգծելով, որ Եվրո համայնքի այդ կառավարման regulation-ները, որով նրանք կառավարում են եւ դժվարացնում են իրենց Ամերիկայի ասելով ամերիկյան ձեռնարկությունների մուտքը գործունեությունը եվրոպական շուկայում եւ փաստորեն այս ծրագրով կարծես թե մարտահրավեր նետեց Եվրո համայնքի ոչ թե եվրոպական առանձին երկրներին, այլ Եվրո համայնքին որպես կառույց, որ այդ կառավարման regulation-ները թույլատնի, կառավարման լծակները թույլատնի եւ կարծես թե նույնիսկ գրեթե չասեց, բայց կարծես թե կար, որ ուրախ կլիներ, եթե Եվրոհամայնքը ամբողջովին անջատված, ջախջախված լիներ եւ եվրոպական երկրները հանդեսգային որպես մշակութային միավոր։ Իսկ այս առումով, եթե համեմատություն տանեք, ես պատմական համեմատություններ անելուց շատ զգույշ եմ լինում, չեմ սիրում այդ համեմատությունները, բայց այստեղ անեմ, Ամերիկայի Միացյալ Վուդրո Վիլսոնի վարած քաղաքականությունը, որ հակաիմպերիալ, որ կոչ էր անում Եվրոպայում աշխարհում մեկ իմպերիա 20-րդ դարի սկզբին, առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ կայսրությունները ջարդեր, որ ազգերի ինքնորոշումը առաջ տաներ, դա թվում էր միջազգային մարդկային իրավունքների, միջազգային իրավունքների արտացոլում, բայց իրականության մեջ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից էր բխում, որ այդ կայսրությունները քանդվեն որպես խոշոր բլոկեր, որ Ամերիկան կարողանա արդեն առանձին բանակցել այդ երկրների հետ։ Ինձ թվում է նույն դինամիկան է Եվրոհամայնքի հետ, այն առումով, որ այս խոշոր բլոկը կքանդվի, այդ շուշտ Եվրոհամայնքը կայսրություն չէ, բայց որպես խոշոր բլոկ, եթե կարողացավ թույլատնել, ավելի հեշտ կարող է թափանցել, հատկապես տեխնոլոգիական ձեռնարկություններին ասա վերաբերվում։ Քանի որ այդ հարցը այդ լարվածությունը կա, ամերիկյան արհեստական բանականության բիզնեսները, որ փորձում են դժվարանում են մտնել եվրոպական շուկա, քանի որ այնտեղ շատ ավելի խիստ են ռեգուլյացիաները, եւ այդ առումով ես դա շատ եմ կարևորում, որ տեսա, որ շատ կոշտ լեզու Եվրոհամայնքի որպես քաղաքական ադմինիստրատիվ կառույցի, բայց այն, որ սա Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում եվրոպացիներին ցույց է տվել, որ իրենք առանձին չեն կարող գոյատևել, եւ եթե նախքան այդ պատերազմը Եվրոհամայնքը շատ թույլացած էր, Brexit-ը եղավ, Պուտինի ամենախոշոր նվերը Եվրոհամայնքին այս պատերազմով եղավ այն, որ համախմբեց Եվրոհամայնքը։
եւ հատկապես տեսնելով թե Ամերիկայում ինչ է կատարում, ինձ թվում է, որ սա ավելի է ուժեղացնելու Եվրոհամայնքի շուրջ եղած հարաբերությունները։ Բայց ընդհանուր առմամբ Եվրոպայի հատվածը կարծես թե JD Vance-ն էր գրել իր Մյունխենում տրված ելույթի եզրույթներն էին այնտեղ, որը անհրաժեշտ է նաև նշել, կարևորեցի ես։ Տիկին Օվանյան, JD Vance-ի ճառը Մյունխենում շոկային էր, հա, իր էֆեկտով, որ եղավ, շատ մարդիկ այնտեղ նույնիսկ լաց էին լինում, դահլիճում նստած։ Հիմա կարծեք թե Եվրոպան ավելի ստապ է նայում ամեն ինչին, ավելին նման դիրքավորումը Միացյալ Նահանգների շատ եվրոպացի փորձագետներ, հրապարակախոսներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ համարում են լուրջ խթան Եվրոպայի ռեինտեգրացիայի համար։ Դուք ինչպես եք գնահատում հենց այդպիսի հեռանկարները։ Եվ նաև Եվրոպայի ընդլայնման տրամաբանության մեջ, հա։ Համեցեք։ Այո, նախ հետաքրքիր է, որ հաստատ այս ստրատեգիայի մեջ բազմաթիվ անգամ գրված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի խառնվելու ուրիշ երկրների գործերին այն առումով, որ թե դրանք դեմոկրատական են, թե ավտորիտար արդեն կարևոր չէ, սուվերենությունն է, պետք է հարգի պետությունների սուվերենությունը եւ այդ առումով Ամերիկայի վարած այս սուվերենության կարևորությունը դառնում է շատ հայելային եւ նման Չինաստանի վարած քաղաքականությանը այդ բոլոր աշխարհով մեկ Այսինքն Չինաստանը փորձում է նաև իր ստեղծած կազմակերպություններով շատ երկրներ միացնել իր այդ ցանցերին, ընդգծելով, որ սուվերենությունն է մեր համար ամենակարևորը, մենք չենք խառնվի ձեր գործերին անկախ նրանից, թե դուք ինչ անեք ձեր երկրների ներսում։ Այսինքն այս զուգահեռն շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ես հաստատում եմ չտեսա կոնկրետ լեզու, թե այն ինչ ասում Եվրոպայի Եվրոհամայնքի ընդլայնման մասին, բայց լոգիկան, տրամաբանությունը այնպես էր, որ քանի որ Ամերիկայի մոտեցումը Եվրասիական մրցամայքին տրանսակցիոն է, մասնավոր սեկտորն է, հարաբերությունները առաջ տանելու, սուվերենությունն է կարևոր, այդ կոնտեքստում այս միջին տերությունների Թուրքիա, Հնդկաստան մի քիչ ավելի քաշային առումով ուրիշ խաղացող է, Հնդկաստանը, Թուրքիան կամ նույնիսկ Ճապոնիան արդեն իրենց համար պատժամիջոցները մեծանում են, որ ռեգիոնները խաղաղացնեն, ռեգիոնալ տնտեսություններ զարգացնեն, քանի որ արդեն Ամերիկան նաև փորձում է իր ակտիվը աշխարհի բոլոր երկրների հետ վերաբալանսավորել, տարիֆները տեսնենք, թե ինչ ազդեցությունն են ունենալու։ Ես չեմ կարծում, որ սա Ամերիկայի համար տնտեսության համար աճ ապահովելու, այսինքն իմ կարծիքով այս տարիֆներից պրոտեկցիոն քաղաքականությունը, որ Տրամպը ասում է, փորձում է բալանսավորման բերել առևտրի հետ հարաբերություններ, ինձ թվում է դա ուղղակի Ամերիկային ավելի աղքատացնելու է, չի քայքայվի Ամերիկան որպես տնտեսական բլոկ, բայց չի էլ ծաղկի տնտեսական առումով։ Ինչ վերաբերում է Եվրոպային, քանի որ ռեգիոնների տնտեսական կարևորությունը բարձրանում է, հաշվի առնելով արդեն Ամերիկան չի ուզում գլոբալ տնտեսության հիմնաքարերը պահպանել, այս կոնտեքստում տրամաբանություն կա, որ Եվրոհամայնքը շարունակի նոր անդամներ միացնել իրեն որպես բլոկ։ Եթե նախկինում Եվրոպան կարող էր ընտրել պարտներներ կամ չուզենալ, քանի որ Ամերիկայի հետ էր հարաբերությունները խորը, հիմա այդ տրամաբանությունը ամբողջովին փոխվում է, Եվրասիայի կոնտեքստով մեկ ստրատեգիկ աշխարհագրություն է փոխվում, որը ակնկալում է, որ եթե Եվրոհամայնքը փորձում է ամրանալ այս մրցամարքում, ապա պետք է կարողանա նոր անդամներ միացնել, քանի որ այդ նոր անդամները Եվրոհամայնքին հնարավորություն են տալիս այդ կոմունիկացիոն, հատկապես կոմունիկացիոն ճանապարհների վրա ազդեցություն ունենալ։ Եվրասիական մրցամայքի կապվածության վրա ազդեցություն ունենալ եւ դուրս չմղվել այդ պայքարից։
Այսինքն Ամերիկայի վարած քաղաքականությունը ծովը նաև հնարավորություններ է բացում, բայց այն որ միջազգային համակարգին շատ հակառակ բաներ կան մեջը եւ այն որ օրինակ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածում է այդ drug trafficking-ով, այդ թմրանյութերի փոխող նավերին, դա հակաիրավական է եւ դա շատ վտանգավոր նախադեպեր է ստեղծում օրինակ Ռուսաստանը եթե փորձեր դա կրկնել, նույնիսկ Ռուսաստանը այդ ձևով չի արտարացնում իր նեոկայսրական պատերազմը Ուկրաինայում։ Այսինքն այդ առումով այս փաստաթուղթը միջազգային համակարգը կարող է թույլատնել, բայց ինձ թվում է, որ աշխարհի մնացած փոքր պետությունները, հատկապես Կենտրոնական Ասիան օրինակ, Աֆրիկյան երկրները, Լատին Ամերիկյան երկրները they'll push back, այսինքն չեն համաձայնվի, չեն համակերպվի այս ֆորմուլայի հետ, քանի որ այդ համակարգը նաև աշխատում է, քանի որ այս աշխարհի մնացած երկրներն են պաշտպանում այդ հիմնական նորմերը։ Տիկին Անյան, հիմա փորձենք այս ամենը պրոյեկցել մեր տարածաշրջանի վրա, որովհետև հենց այստեղ է, որ կարող է այսպես առերևույթ, ասենց մակերեսին շատ հստակ տրամաբանական խզում ուրվագծել, ինչու՞մն է խզումը։ Մի կողմից, այո, դուք դա էլ նշեցիք, Թրամփի այս նոր փիլիսոփայությունը հիմնված է այսպես ասենք Մոնրոյի դոկտրինի վրա, որը հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, ծագեց այն ժամանակ, երբ ողջ արևմտյան կիսագունդը թոթափում էր գաղութատիրական լուծը, չէ՞։ Սիմոն Բոլիվարի այդ ապստամբություններն էր, որը ասենց Մեքսիկայից եկավ եւ Չիլիով վերջացրեց։ Եվ Միացյալ Նահանգներն էլ ինչ էին ասում, որ ըստ այդմ իրենք չեն խառնվում հին աշխարհի գործերի մեջ, որովհետև մի օվկիանոսային կողմ է, բայց մյուս կողմից էլ թույլ չեն տա բացառությամբ են կղզիների, որ դեռ մինչև հիմա էլ դրանք էլի եվրոպական երկրների տարածքներ են, չգիտեմ, Մարտինիկան, այնտեղ Կյուրասաոն եւ այլ, բացառությամբ դրանց, բայց թույլ չեն տա գաղութներ լինի կամ նոր գաղութատիրական ինչ-որ նվաճումներ ունենան ուրեմն արևմտյան կիսագնդում։ Եվ այդ պատկերացմամբ Միացյալ Նահանգները զարգացան մոտ 100 տարի, մինչև այդ ամենը չվերջացավ առաջին համաշխարհային պատերազմին 1917 թվին։ Եվ դա կանխորոշեց, թե այդ կոալիցիաներից որ մեկը կհաղթեր, չէ, Անտանտը, թե եռյակ դաշինքը։ Հայտնի է, որ Միացյալ Նահանգները խառնվեցին Անտանտի կողմից եւ դա էլ հենց ծանրության կենտրոնը շեղեց դեպի Անտանտ։ Հիմա այսինքն դրանով իսկ նաև իզոլացիոնիզմն էր, այդ քաղաքական փիլիսոփայության հիմքում էր Մոնրոյի դոկտրինը։ Սա մի կողմից, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների մեծացող թե ներկայությունը, թե մասնակցությունը, ներգրավումը եւ կենտրոնական Ասիայի եւ հարավային Կովկասի գործերում։ Ի վերջո Թրիպի պրոյեկտը որ կա, սա ոնց որ թե միայն Մոնրոյի դոկտրինայով առաջնորդվող երկրի ակտիվությանը հեչ նման չի։ Եվ հետևապես հարցս հետևյալն է, հիմա ինչ է կարծում, ինտեգրալում մենք ինչ կունենանք ի կատարումն այս դոկտրինի, համեցեք։ Համաձայն եմ այդ վերլուծության հետ, մենակ կնշեի, որ լատինամերիկյան երկրները տարիների ընթացքում, քանի որ իրենք անկախություն շուտ են ունեցել, 19-րդ դարի սկզբին դեռ, այսինքն շատ ավելի ամուր պետություններ են ադմինիստրատիվ առումով եւ այդ պետությունների ամրությունը շատ կարևոր է նեոկայսրական միտումների դեմ պայքարելու համար, ընդհանուր առմամբ, որը նաև կարևոր է հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Ինչ վերաբերվում է այն, որ համաձայն են, որ հստակ այս փաստաթղթի մեջ նշված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակելու է ազդեցությունը պահպանել critical այդ կարևոր ռեսուրսների վրա, որ critical minerals հայերեն բառը
դժվարանում եմ գտնել, բայց հասցրեցին այն։ Այդ հազվագյուտ մետաղներ եւ այլն։ Հազվագյուտ մետաղների, դրանք են շատ կարևոր, քանի որ այս բանը շատ մեծ կախվածություն ունի Չինաստանից։ Եվ նաեւ սա այս ծրագիրը, այս փաստաթուղթը պատասխան է Չինաստանի վարած Belt and Road, մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրին։ Մեկ ճանապարհ ծրագրին, որը ինֆրաստրուկտուրային ծրագիր է, որով Չինաստանը կարողացել է շատ երկրներ Ասիայում, Աֆրիկայում եւ նաեւ Լատինամերիկյան համայնքում կապել իրեն։ Եվ շատ հստակ է, այսինքն այդ միակ բանը շատ ցույցություն է փաստաթղթում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է այդ հետ մնացած այդ gap, այդ անցքը, այդ տարբերությունը փակել, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետ է մնացել Չինաստանից այդ առումով։ Եվ ինչ որ փաստորեն մենք տեսանք Հարավային Կովկասում TRIP-ը հատկապես, դա նախաբանն էր, թե Ամերիկա ցույց տվեց մոդելներ, ես կասեի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես է պատրաստվում իր ազդեցությունը առաջ տանել մնացած ռեգիոններում։ Բայց այստեղ շատ վտանգավոր բան կա այն առումով, որ քանի որ Ամերիկայի վարած քաղաքականությունը տրանսակցիոն է, միջազգային կառույցները քննադատում է, եւ ընդհանրապես կարծես թե կառավարական ուղիների միջոցով չի աշխատում։ Այսինքն ես վախենում եմ, որ այս կառավարությունը ինստիտուտների կարևորությունը կարծես թե ինստիտուտները չի կարևորում։ Ինչ է նշանակում սա։ TRIP-ի պայմաններում սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին տեղավորվել այս տրանսակցիոն ինֆրաստրուկտուրային համակարգի մեջ եւ եթե լսում եք ադրբեջանցի ղեկավարներին, բոլորը շատ ծաղկուն լեզու ունեն ռեգիոնալիզմի, ռեգիոնալ ստաբիլության, թե ինչքան սա արագ բայց իրականության մեջ դրանք իրենք խոսում են ինֆրաստրուկտուրային կապերի մասին, առանց ռեգիոնալ շուկա ստեղծելու, առանց ռեգիոնալ կառույցներ ստեղծելու, որը անհրաժեշտ է Ադրբեջանին էլ է անհրաժեշտ, Ադրբեջանի տնտեսությանը, բայց նաև Հայաստանին։ Այսինքն, եթե այդ դիլեման չի լուծվում, Թրամփի այս փաստաթուղթը այդ դիլեման Ադրբեջանի համար, Հարավային Կովկասի համար չի լուծում, այն որ Ադրբեջանը ուզում է տրանզիտ երկիր դառնալ եւ ծիծաղում է Հայաստանի վրա, որ Հայաստանում չեն սիրում Զանգեզուր միջանցք արտահայտությունը, այսինքն Ալիևը ուզում է կապվածություն ինֆրաստրուկտուրային, բայց ուզում է տրանզիտային երկիր դառնալ, բայց վախենում է ազատ առևտրից, շատ է վախենում դրան, ռեգիոնով մեկ։ Քանի որ հենց այդ ազատ առևտուրն է, որ եւ տնտեսական աճ ապահովելու իր երկրի ներսում, բայց նաեւ քանդելու է այդ ուղղահայաց կենտրոնացված իշխանության լծակները, որ ինքը ստեղծել է իր ընտանիքի շուրջ, շատ նեղ էլիտայի շուրջ։ Այո։ Եվ այս առումով ես չեմ կարծում, որ Թրամփի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում այդ դրդությունը հաշվարկել է, եւ TRIP-ի փաստաթուղթը ես այդ առումով ռիսկային եմ համարում, շատ կարևոր փաստաթուղթ է, բայց հիմա էլ որ այս փաստաթուղթը կարդում եք, արդեն հստակ է դառնում, թե ինչու այս համաձայնագիրը TRIP-ում օրինակ մասնավոր սեկտորի դերը այդքան կարևոր է։ Այո։ Ինչու կարևորում է, ինչու դա ստորագրվեց նախ եւ առաջ, քանի որ կապ է հաստատում Կենտրոնական Ասիայի հետ, այդ հազվագյուտ միներալների հետ, եւ նաեւ Չինաստանի վերաբերյալ լեզուն շատ հստակ է այստեղ, եւ TRIP-ը պետք է, սա ես էլի եմ ասել մեր զրույցների ժամանակ Ռուբեն, Փաստորեն այս փաստաթղթով Ամերիկան հստակ ասում է, որ ես Թայվանին պաշտպանելու եմ, եւ հարավային ռեգիոնում Չինաստանի շուրջ ազդեցության համար պիտի շարունակեմ պայքարել, միջազգային ծովի կապվածության օվկիանոսների այդ առևտրի բաց մնալը կարևորում է, եւ այդ կոնտեքստում է, որ Հայաստանի հարավը կարևորում է Ամերիկայի համար։ Քանի որ եթե Չինաստանում Թայվանի շուրջ Մալակայի նեղուցը փակվեց,
Դա հարավային եթե Ամերիկան այստեղ չներգրավեր, դա Չինաստանի համար մեկ է ապահովում դեպի Եվրոպա։ Եվ այդ առումով փաստորեն Չինաստանը ներգրավելով Հայաստանում, հատկապես հարավային Կովկասում Հայաստան-Թուրքիա սահմաններն է այստեղ շատ կարևոր, այդ կոնտեքստում պետք է նայել, թե ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորեց Հայաստանը եւ ստորագրեց TRIP համաձայնագիրը, որը ի եմ ասել, նոր բան չեմ ասել, բայց այս փաստաթղթով սա ուղղակի ամրացրեց այդ փաստարկը, որ սա չինական բախն էր, որ դրդեց TRIP-ի ստորագրումը։ Եվ Տիկին Օհանյան, անցած շաբաթվա ընթացքում էր, որ Հայաստանը եւ Եվրամիությունը Բրյուսելում ստորագրեցին նոր ռազմավարության օրակարգ։ Հենց խոսքս գալիս է հենց ձեր ասացի համատեքստի մեջ է տեղավորվում, հա, երբ Հայաստանի համար կարևոր է դառնում, տեսեք Հայաստանը հակառակ տրամաբանությամբ է գնում, եթե Ադրբեջանը վախենում է ազատ առևտրի ռեժիմից, Հայաստանը ձգտում է այնպիսի համաձայնությունների, լինի դա հարևանների հետ, թե այլ սուբյեկտների հետ, որ գտնվի այդ ազատ առևտրի գոտում, որովհետև դա մի զարգացում կարող է բերել, հա։ Եվ Ադրբեջանում այսպես Ալիևյան մամուլը մեկ էլ գրեց, որ Հայաստան Եվրամիություն այդ ռազմավարական օրակարգում կա մի թաքնված օրակարգ, որը վտանգավոր է Ադրբեջանի համար եւ կարող է վնասել խաղաղությանը մեր տարածաշրջանում։ Սա կարծեք թե ոնց որ գալիս եւ տեղավորվում է ձեր ասացի մեջ, հա, ձեր մեկնաբանությունը։ Իսկ ինչն էր վախը Ադրբեջանի համար, Ալիևի համար։ Դե այնա որ փաստորեն էլի Հայաստան Եվրամիությունն այդ փաստաթղթերում էլի տեղ են գտել թեզեր կապված Արցախի փախստականների հետ, նրանց իրավունքների հետ եւ այլն եւ Ադրբեջանին, ասենք, դա դուր չի եկել, բայց ես կասկած ունեմ այստեղ, որ Ադրբեջանին այլ բան, ավելի ֆունդամենտալ բան կա, որը դուր չի գալիս, հա։ Դա այն է, որ Հայաստանը ոնց որ բացի իրենցից ուրիշ ոչ մեկ հետ չպետք է համագործակցի, էլի, որ իրենք գիշերները հանգիստ քնեն։ Համաձայն եմ ձեր վերլուծության հետ, Ռուբեն, ասեմ, որ ես վերջերս բավականին երկար ժամանակ ուսումնասիրում եմ ավտորիտար երկրները, թե ավտորիտար երկրները ինչպես են վերաբերվում ազատ առևտրին։ Եվ այստեղ շատ հետազոտություններ կան արդեն, որ ավտորիտար երկրների տիպը շատ կարևոր է, թե այդ պետությունը կարևորում է ազատ առևտուրը, թե ոչ։ Անհատականացված ավտորիտար երկրները, ինչպիսին Ադրբեջանինն է, դրանք վախենում են ազատ սահմաններից, ազատ առևտրից, քանի որ իրենք կարողանում են եղած օրինակ նավթով սնել շատ փոքր մի էլիտա, որը կարևոր է, որ են մնան իշխանության գլուխ։ Եթե Ադրբեջանը լիներ մեկ կուսակցության վրա հիմնված ավտորիտար պետություն, այսինքն ավտորիտարիզմը ավելի ինստիտուցիոնալիզացված լիներ, նրանք, այսինքն էլիտայից չէին կախված լինի, շատ ավելի մեծ խմբեր պետք է կարողանային բավարարել ռեժիմին մնալու համար, եւ դրանք սիրում են, նախընտրում են այդպիսի պետությունները, ազատ առևտուր իրենց համար անհրաժեշտ է։ Այսինքն սա է այդ նրբությունը, թե ինչու Ալիևը վախենում է համապարփակ խաղաղության խաչմերուկ, չէ, ինչի են օրինակ շանթած շարունակում ու ծաղում են Հայաստանի վրա կորիդոր բարից վախենալուց, քանի որ այստեղ շատ լուրջ մոդելների կապած, ռեգիոնալ կապվածության մոդելների տարբերություն կա։ Նրանք ուղղակի տրանզիտ են ուզում, նրանք ռեգիոնալ առևտուր չեն ուզում, քանի որ տրանզիտով է Ալիև ռեժիմը իր արժեքը բարձրացնում միջազգային համակարգում, լեգիտիմություն ձեռք բերում միջազգայինորեն եւ ներսից, բայց դա իր ներսի տնտեսական հարցերը չի լուծելու։
Հայաստանը, որ դեմոկրատական ուղու վրա է, որպեսզի Հայաստանի դեմոկրատիան դիմանա, տնտեսական աճ է անհրաժեշտ։ Իսկ ջարդված ռեգիոնում թակ սահմաններով չես կարող ապահովել դա։ Դա է պատճառը։ Հետաքրքիրն այն է լինելու, թե եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպի վարչակազմը չհասկացավ այս տարբերությունը, Ալիևը շատ հաջողությամբ կկարողանա իր նախընտրությունները առաջ տանել, հակառակելով Ամերիկայի վարած քաղաքականությանը։ Եվ այստեղ Հայաստանի դիպլոմատիան հսկա աշխատանք ունի անելու, ես չգիտեմ, թե փակ դռների հետևում ինչ են խոսում, բայց այս նրբությունը շատ եմ կարևորում, որ անհրաժեշտ է Տրամպի ադմինիստրացիայի հետ աշխատել այս ռեգիոնալ մոդելների տարբերությունը հասկանալու համար, քանի որ Ամերիկայի շահերից բխում են, որպեսզի ռեգիոնը բաց մնա, ինտեգրացված մնա, եւ եթե ուզում են, որ այս ծրագիրը հաջողության հասնի։ Շատ շնորհակալ եմ Տիկին Օհանյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողի հետ եւ կիրակի օրով ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Հետևենք դեպքերի ընթացքին եւ պարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանությունների համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն Ռուբեն։ Ստեսություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Stonehill College-ի պրոֆեսոր միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Աննա Օհանյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Միացյալ Նահանգներում նոր ընդունված ազգային անվտանգության դոկտրինի հետ, դրա ազդեցությանն անդրադարձանք, տրանսատլանտյան հարաբերություններին, ինչպես նաև փորձեցինք պրոյեկցել այդ դոկտրինում շարադրված փիլիսոփայությունը մեր տարածաշրջանում եւ այսպես մեծ ընդգրկմամբ մեր տարածաշրջանում տեղի ունեցող process-ների վրա։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։